Սյունիքի սահմաններից ուղիղ գծով մոտ 20 կիլոմետր հեռավորությամբ ադրբեջանական պետական կառույցների հովանու ներքո օրեր անց կանցկացվի վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան 3-րդ փառատոն կոնգրեսը։ Նախիջևանի Օրդուբադում նախատեսված միջոցառման անվան տակ Բաքուն մանրամասն մշակելու է իրենց բնորոշմամբ վերադարձի ծրագիր, թիրախավորելով Հայաստանի Հանրապետության տարածքը Երևանից մինչև Սյունիք, Գեղարքունիքից Վայոց ձոր ու այլ բնակավայրեր։ Սա ժողովրդագրական էքսպանսիայի ձև է, այսինքն իրենք փորձելու են X թվով ադրբեջանցիներ թվի վրա եկեք չշտվենք, հասնել նրան, որ վերադարձի իրավունք ստանան, սա կնշանակի այդ ժողովրդագրական էքսպանսիայի ճանապարհով հայ-ադրբեջանական կոնֆլիկտը իրենք սահմանից տեղափոխում են Հայաստանի ներս։ Իսկ նույն ժամանակ Հայաստանի գործող իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ շարունակում է իր այցերը հենց այդ նույն մարզեր, շփվելով բնակչության հետ, խոսելով խաղաղության սահմանների անխախտելիության ու տարածաշրջանում նոր էջ բացելու մասին։ Ցավոք սրտի Ադրբեջանը ցույց է տվել եւ Հայաստանի իշխանությունները ընդունել են, որ այդ հարաբերությունները հավասար հարաբերություններ չեն, որ կամ մի կողմի պարտադրանք եւ մեր կողմից կամ դիմադրությունը պարտադրանքին կամ լավագույն դեպքում դիմադրություն կամ ընդունում այդ պարտադրանքը։ Հունիսի 18-ից 19 Նախիջևանում անցկացվելիք միջոցառումը ներկայացվածության տեսանկյունից բավականին բարձր մակարդակով է կազմակերպված։ Կազմակերպիչների շարքում են Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցչությունը Նախիջևանում, Ադրբեջանի կրթության եւ գիտության նախարարությունը, Նախիջևանի պետական համալսարանը, նաեւ Արևմտյան Ադրբեջան համայնքը։ Ադրբեջանը, եթե նախկինում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի թեզը դարձել էր պաշտոնական քաղաքականության մաս, ապա այժմ որոշակիորեն այն դարձել է պետական քաղաքականությունը զուգահեռ քաղաքականություն, որը վարվում է ոչ պետական, բնականաբար պետական կառույցների օժանդակությամբ, բայց ոչ պետական կառույցների կողմից։ Սա ի դեպ 3-րդ կոնգրեսն է։ Փաստը ինքնին վկայում է, որ տեղի ունեցողը ժամանակավոր ակցիա կամ ինքնաբուխ հասարակական շարժում չէ, այլ ֆինանսավորվող ծրագրային ինստիտուցիոնալ քաղաքականություն։ Դա իրանց մոտ պետական ռազմավարական ծրագիր է։ Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանն ու իր խումբը հերքեն դա, նույնիսկ օգոստոսի 8-ի այդ փաստաթղթի ստորագրումից հետո 2022 թվականի հոկտեմբերին, երբ որ Ալևը իրենց ակադեմիայում հանդիպում էր ունեցել, այս ծրագրի մասին շատ հանգամանալից խոսել է։ Ոչ միայն սա պետական ծրագիր է, ՀԿԿ, այդ ՀԿ աշխատակազմից ֆինանսավորվում, փորձում են նաև միջազգային կառույցներում լեգիտիմացնել այս խոսույթը։ Այս ֆոնին ձևավորվում է քաղաքական հակադրություն երկու զուգահեռ խոսույթների միջև։ Մի կողմից Երևանից հնչող խաղաղության օրակարգը, մյուս կողմից Բաքվի պետական մակարդակով զարգացող պատմաքաղաքական վերաիմաստավորումները։ Ամբողջ խնդիրն է, որ խաղաղության ռեժիմ գոյություն չունի։ Խաղաղության ռեժիմը ենթադրվում է ստորագրված պայմանագիր։ Ունենք մենք ստորագրված պայմանագիր, իհարկե չունենք։ Նախաստորագրված փաստաթուղթը որևէ իմպերատիվ ուժ չունի։ Խաղաղության ռեժիմը ենթադրում է, որ գերիներ կամ ռազմագերիներ չեն լինում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ելույթներում բազմիցս ընդգծել է, որ Հայաստանի ցանկացած իշխանություն անկախ քաղաքական կազմից պետք է ընդունի այնինչ Բաքուն անվանում է նոր իրողություններ տարածաշրջանում։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ Ալիևն արդեն պատրաստվում է տոնել հաղթանակը, եթե Հայաստանը կրկին ընտրի Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Ըստ քաղաքագետի Փաշինյանի վերարտադրությունը Բաքվի համար իսկական հաղթանակ կլինի։ Նրա դիտարկմամբ թույլ արտաքին շահառուներից կախված եւ ներքին խոսերի լեգիտիմություն ունեցող իշխանությունը Ադրբեջանի լավագույն դաշնակիցն է։